Դուք կարծում եք, որ հիվանդությունը ձեր մարմնի սխալն է, իսկ ինչ, եթե ասեմ, որ ձեր ուռուցքը կամ ցավը ձեր մարմնի ամենահանճարեղ լուծումն է ձեզ փրկելու համար։ Այո, մեր մարմինը երբեք չի սխալվում։ Նա ուղղակի կատարում է մեր ենթագիտակցության հրամանը։ Ամեն ինչ սկսվում է բիոշոկից։ Դա այն պահն է, երբ աշխարհը փլվում է ձեր գլխին եւ դուք ելք չեք տեսնում։ Այդ վայրկյանին ձեր ուղեղը կայացնում է որոշում։ Եթե հոգեկանը չի դիմանում, թող մարմինը պատասխան տա։ Օրինակ, եթե չեք կարողացել պահել ձեր երեխային կամ սիրելիին, արգանդի մկանը կդառնա ավելի ամուր։ Եթե չեք հասցնում կյանքի տեմպի հետևից, վահանաձև գեղձը կաշխատի գերարագությամբ։ Սա ոչ թե պատիժ է, այլ գոյատևման ռազմավարություն։ Սա միստիկա չէ, սա կենսաբանություն է։ Ուղեղի սկանավորման ժամանակ բիոշոկի հետքերը երևում են որպես կատարյալ շրջանակներ։ Եվ գիտեք ինչն է ամենազարմանալին։ Այս օրենքները գործում են նույնիսկ կենդանիների եւ բույսերի մոտ։ Կատուների եւ շների կեսը ձախլիկ են, եւ նրանց մարմինը նույնպես արձագանքում է կոնֆլիկտներին ճիշտ այնպես, ինչպես մարդունը։ Մենք բոլորս կապված ենք բնության մեկ միասնական կոդով։ Հազարամյակներ առաջ Բուդդան ասում էր. մարմինը հիվանդանում է, երբ հոգին տառապում է։ Հերմետիզմը սովորեցնում էր, ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Հիվանդությունը ձեր հոգու բարձրախոսն է։ Այն ձեզ հուշում է, թե որտեղ եք կորցրել ձեր ներդաշնակությունը։ Ապաքինումը սկսվում է այն պահին, երբ դուք գիտակցում եք պատճառը։ Երբ գտնում եք ծրագրավորող կոնֆլիկտը, մարմինը դադարում է ձեզ փրկել հիվանդության միջոցով։ Դուք ունեք բավարար ուժ փոխելու ձեր մարմնի ռազմավարությունը։ Լսեք ձեր մարմնին, նա ձեր լավագույն ուսուցիչն է։ Եթե այս տեղեկատվությունը օգտակար էր, ապա միացեք Արգան բլոգի էջերին եւ լայքեք տեսանյութը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ օրգանի լեզուն է ամենից շատ ձեզ հետաքրքրում։ Եկեք միասին վերցանենք առողջության իրական գաղտնագիրը։ Ձեր գիտակցումը ձեր բժշկությունն է։ Ձեզ հետ Արգան Ռոբերտին էր, կհանդիպենք։